Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, զբաղվածություն, վաստակած հանգիստ։ Մենք ներկայացնում ենք նաև այն ծառայությունները, ինչպես նաև ընկերություններին, որ սերվիսներ են առաջարկում տարեցների համար, մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք։ Այսօրվա մեր հյուրը սոցիալական ձեռներեցների դպրոց Միջազգային ակադեմիայի հիմնադիր, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Գոհար Մկոյանն է։ Բարի օր ձեզ Գոհար։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ Ես եմ շնորհակալ այս հետաքրքիր թեմայի շրջանակներում ինձ հրավիրելու եւ քննարկում կազմակերպելու համար։ Գոհար, ես ձեզ քիչ առաջ էլ ասացի, որ վերջին տարիներին ես որքան ձեր հանդիպել եմ սոցիալական ձեռներեցության շրջանակում է, դուք բավականին մեծ աշխատանք եք կատարում, որպեսզի ունկնդիրներն ու մեր հետևորդները, բաժանորդներն էլ իմանան, ներկայացրեք այն ամբողջ աշխատանքը հսկայական, որ դուք այս ամենի ընթացքում արել եք, երբ եք սկսել, ինչ ուղղությամբ եք գնում։ Իրականում ես ինքս 17 տարի դասախոսում եմ եւ սոցիալական ոլորտում փորձագետ եմ, ինքս ունենալով մասնագիտական պրակտիկա եւ մեծ գիտական ուղի անցած անհատականություն, հասկանում էի, որ մենք անընդհատ մարդկանց առաջարկում ենք օգնություն, մենք առաջարկում ենք սնունդ, հագուստ եւ այլն, բայց առաջին հերթին նրանց ակտիվացման եւ կենսունակության ուղղությամբ ինչ որ քայլեր չեն կատարում։ Եվ տարբեր բուհերում դասախոսությունների ընթացքում ներկայացնում է սոցիալական ձեռնարկատիրության երևույթը։ Եվ շատ հետաքրքիր մի պահի որոշեցի, հասկացա, որ պետքա լսարանից դուրս գա այն գիտելիքը ու այն փորձը, որ կա եւ պետք է ստեղծվի մի կառույց հարթակ եւ ինձ շատ աջակցել են փորձագետները, որի համար շատ շնորհակալ եմ։ Եվ մենք բոլորս համախմբվելով ստեղծեցինք մի կառույց, որի անունը Սոցիալական ձեռներեցների դպրոց, հետագայում նաեւ Միջազգային ակադեմիա։ Մենք 7 տարի շուկայում միակ կառույցն ենք, որ ներկայացնում ենք համապարփակ կրթություն այս ուղղությամբ, եւ սոցիալական ձեռնարկատիրությունը ինքը շատ հետաքրքիր մի, այսպես ասած, կարևոր ուղղություն է, որ տարբեր երկրներ որդեգրելով, ասեմ թե ինտեգրելով, իրենց պետություններում եւ ադապտացնելով նպաստել են բարեկեցության մակարդակի բարձրացման։ Այսինքն մի մեխանիզմի մոդել է, որը առաջին հերթին լուծում է առաջնային սոցիալական խնդիրները։ Դա կլինի համայնքում, դա կլինի կոնկրետ կյանքի դժվար իրավիճակում գտնվող անձանց կյանքում եւ ամենակարևորը դա մի ուղղություն է, որի արդյունքում տվյալ խնդիր կրողները դառնում են ակտիվ, ունենում են եկամուտ, շահույթ եւ սոցիալական ձեռնարկատիրություն ինքը շահույթ հետապնդող կազմակերպություն է եւ ինչպես բոլոր ձեռնարկատիրությունները։ Շատ կարեւոր է, շատ կարեւոր է Հայաստանում այս երևույթի զարգացումը եւ համապետական մոտեցման մշակումը, երբ որ պատերազմից առաջ էինք ասում եւ տարածում էինք, դա կարծես թե մարդկանց մոտ սա ինչ է եւ այլն, բայց պատերազմից հետո արդեն են որ ասում են օրհասական քայլ պետք է կատարվի այս ուղղությամբ։ Ինչու զարգանա, որովհետև մեր օրինակները, որոնց մասիվ հաջորդիվ մենք խոսանք, ապացուցել են, որ այո, դա մի հնարավորություն է այն անհատականությունների համար, որոնք ունեն շատ գումարներ, որ կարողանան ավելի կարճ ժամանակում մեծ ազդեցություն ունենալ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, դա ապացուցել է, որ եթե մարդը կյանքի դժվար իրավիճակում է, չունի ռեսուրս, ընտանեկան նպաստի համակարգում է, տարեց է, հաշմանդամություն ունեցող անհատականություն է, երիտասարդ է, որի կայացման խնդիր ունի եւ այլն, դա օգնում է նրան ինքնակազմակերպվել առաջին հերթին, ստեղծել մի կառույց, որտեղ ինքը կարողանում է ապահով լինել, որ ունի եկամուտ, ինչու՞ չէ նաև հավելյալ կամ հենց այդ դրանով է ապրում եւ ամենակարևորը ինչն է գրավում հայ հասարակությունում, չեմ ասում այլ երկրներ, որտեղ այսօր միայն Հայաստանի մեր փորձառության մասին ենք խոսելու, ինքը գրավում է նրանով, որ մարդը կարողանում է իր նմանին կամ եթե իր նման չէ, ապա իր կողմից ընտրված կոնկրետ համայնքը կամ կոնկրետ խմբի կյանքում դրական փոփոխություններ բերել։ Գիտեք, մարդը իրեն միայն լավ չի զգում գումար աշխատելով, մարդը լավ է զգում, երբ որ այդ գումարը երջանկացնում է կամ որոշակի մարդկանց կյանքում նույնպես փոփոխություններ է բերում։
Գոհար, կարող ենք առանձնացնել ոլորտներ, որոնք հրապուրիչ, գրավիչ են սոցիալական ձեռնարկատիրության տեսակետից եւ հաշվի առնելով, որ ընդունված տեսակետը քաղաքում գործ շատ կա, աշխատանք կա եւ հետեւաբար մարզերում է, որ սոցիալական ձեռնարկատիրությունը հիմքեր ունի զարգանալու, եկեք թվարկենք այդ ոլորտները նաեւ, շահեկան, որ մարդիկ, որ մեզ լսում են, հիմա տարիքային խմբին կգանք, կարողանան օգտվել դրանից։ Տեսեք, քանի որ ոչ միայն մեր երկիրը, այլ ամբողջ աշխարհում կա այս խնդիրը, որի հետ պայքարում են, ուրբանիզացիան է, այսինքն բոլորս մտածում ենք, որ լավ երիտասարդը, լավ տարեցը, չգիտեմ, ապահով, գլամուրային, չգիտեմ, ինչ բառեր ասեմ, պետք է ապրի Երևան քաղաքի կենտրոնում, պետք է այցելի եւ այլն, այսինքն այս խնդիրը, որ այսօր ծառացած է մեր առջև, դա տարիների ընթացքում բոլոր մասնագետներին հուզել է ու տարբեր երկրների սոցիալական ձեռնարկատիրությունը ոչ թե պետք չի Երևանում լինի, այլ քանի որ մենք այդ խնդիրը ունենք, որպեսզի մենք հարթենք ու համաչափ համայնքային զարգացում ենք ասում, իսկ սոցիալական ձեռնարկատիրության կարևոր ուղղություններից մեկն է համայնքի զարգացումը, մենք ասում ենք գնանք մարզերում սովորեցնենք այդ տարբեր տարիքային սերնդի մարդկանց, իրենք իրենց բնակավայրը նախ առաջին հերթին սիրեն, իրենք հասկանան ով է համայնքապետը, համայնքի կառույցը, իրենք ով են որպես համայնքի բնակիչ, որ առաջին հերթին իրենք են պատասխանատու, որ իրենք կարող են իրենց համայնքային ռեսուրսները ճիշտ քարտեզագրելու, ճիշտ ինքնակազմակերպվելու դեպքում շատ հետաքրքիր զարգացումներ ապավեն հենց իրենց բնակավայրում եւ ինչու՞ չէ բոլորին տանել իրենց համայնք, ուրիշ երկրներից եւ այլն եւ զարգացումներ բերել, նոր ռեսուրսներ ներգրավել համայնք։ Այս տեսանկյունից սոցիալական ձեռնարկատիրությունը այսօր մենք դիրքավորվել ենք, որ պետք է մարզերում համայնքների հետ աշխատանքներ կատարենք։ Շատ բարդ է, բայց փորձում ենք կատարել։ Ինչ վերաբերում է, որ ոլորտներում կարող են սոցիալական ձեռնարկություններ հիմնվել, մենք բոլոր ոլորտներում կարող ենք լինել, սկսած կրթությունից, առողջապահությունից, բոլոր ոլորտներում բնապահպանական, ինչու որտեղ սոցիալական ձեռնարկությունը պետք է ունենա դրական ազդեցություններ բնապահպանական ոլորտում, կրթական ոլորտում, առողջապահական ոլորտում եւ, բայց մենք չենք կարող լինել այն ոլորտներում, որտեղ իրականացվում է հանքարդյունաբերություն, զենքի արտադրություն, ծխախոտ, այսինքն այն ոլորտները, որտեղ կարող ենք արտադրել որևէ ապրանք կամ կազմակերպել ծառայություն, որը վնասում է մարդու առողջությանը եւ բնությանը, մենք չենք կարող, գեյմինգը, մենք էկո մտածողություն ենք տարածում, բայց դա չի վնասում, որ օրինակ եթե կան ավանդական ձեռներեցներ դաշտում, ասենք, որոնք շատ խոշոր ընկերություններ են, մենք մեր օրինակներով համագործակցենք եւ իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, օրինակ իրենք ունեն գումար հատկացված, փոխանցեն սոցիալական ձեռնարկությունների, որոնք օգուտ են տալիս, ասենք, չգիտեմ, տարբեր համայնքներում որոշակի process-ների կազմակերպում, այսինքն այստեղ համագործակցության, փոխգործակցության տեսանկյունից խնդիր չենք տեսնում, բայց սոցիալական ձեռնարկություններ հետեւապես այդ ոլորտներում չեն կարող ստեղծվել։ Եվ ընդհանրապես աշխարհում ինչպես է, սոցիալական ձեռնարկատիրությունը դիրքավորված։ Նա իմաստով ձեռնարկություն է շատ անգամ ասում ենք ավելին է, քան ձեռնարկատիրական process-ների կազմակերպումը եւ ամենակարևորը նա տարածում է էկո մտածողություն եւ համախմբվածություն եւ համերաշխություն։ Հրաշալի է։ Անդրադառնալով մեր տարիքային խմբին 60+ տարիքի անձանց, մենք շատ ենք հանդիպում, շատ ենք աշխատում, երկրաշնչառության շրջանակում գրում են իրենք բոլոր սոցիալական հարթակներով ինձ։ Հիմնական բանը, որի կարիք ունեն, զբաղվածությունն է։ Այո։ Շատ կարող ուժեն, մեծ ներուժ ունեն։ Ինչ կարող ենք առաջարկել այս մարդկանց, որտեղ գտնեն իրենց զբաղվածությունը, իրենք խմբերով համախմբվեն, դիմեն ինչ որ ոլորտում կան դրամաշնորհներ, ինչ անեն մարդիկ, որ ինձ ասում են գործ լիներ աշխատենք, որտեղ իրենց գումարը պետք թոշակը բավարար չէ, բայց նաև ուժեր ունեն իրենք, որ կարող են շատ հետաքրքիր բան եք ասում, բայց մինչև գամ այդտեղ հասնեմ, մի հետաքրքիր բանի մասին խոսեմ, որ 7 տարիների ընթացքում նո առաջին 3 տարիները, երբ որ ասում ենք հենց սոցիալական ձեռնարկատիրությունը տարիք չի ճանաչում, մեզ ասում էին դե այդպես է, գիտեք, ձեռնարկատիրություն, ոնց դուք ձեր հաճախորդների սեգմենտը չգիտեք, ձեր թիրախային խումբը հստակ չգիտեք, ասում ենք մենք գիտենք, բայց մեր մոտ կարող են սովորել 60+ տարիքի մարդիկ
եւ հենց իրենք ովքեր մեր դպրոց էին դիմում, ինձ ասում են դպրոց անունը փոխեք, դրա մասին էլի եթերում ասել եմ, ասում են ոնց որ ասում եք դպրոց են գնում, բայց ես էլ բացատրում եմ, որ ու ինչու չէին դիմում շատ տարեց մարդիկ, հա, մեր դպրոց, մտածելով, որ դա դպրոցը մենակ հանրակրթական կարող է լինել, հա, ձեռնարկատիրական դպրոց չի լինի, բայց բիզնեսի դպրոց։ Հա, իրական մենք բիզնես ու ձեռնարկատիրություն բառերը ուզում ենք տարանջատել, նո այդ մասնագիտականը եթերը էլի նորից չծանրաբեռնենք, որ բիզնեսի ու ձեռնարկատիրության տարբերությունը որն է, բայց ինչին է ուզում գայ, մենք սոցիալական ձեռներեց բառը, հա, որ ձեռներեց բառը մենք որոշեցինք ստեղծել հենց սկզբից, ինքը երեց հարուստ փորձ ունեցող մարդն է, ու միշտ ասում էի, որ պետք է կոտրել կարծրատիպեր, որ կրթություն, ասենք, երիտասարդները մենակ պետք է ստանան, ինքս դասախոսելով շատ բուհերում, երբ որ հասուն տարիքի տարեց մարդիկ լինում էին լսանում, ես ինձ վատ էի զգում, որ իմ մայրիկի տարիքի մարդկանց եմ դասավանդում, բայց իրանք է ոգևորված են, որ ամուսնացել են, երեխա են ունեցել, հասկացել են, որ կրթությունը հետ ամնած չէ, մեր ամուսինները, հայրերը շատ ընտանիքներում ասում են, չէ, կինը պետքա երեխա բերի, ինչ պետքա կրթվի եւ այլն, չէ, հատկապես ավանդական առաջին, հա, խնդիրը, իսկ իմ մոտ էլ հակառակը ինձ անընդհատ ասում էին, ինչի է սովորում եւ այլն, ամուսնացի, չէ, այդ կոնֆլիկտը միշտ կա։ Հիմա անդրադառնանք այս հարցին, հա, այո, տարեցները սոցիալական ձեռնարկատիրության առաջնային, այսպես ասած, հաճախորդներն են, հա, եթե սեգմենտ ասենք, սեգմենտ 1-ում գտնվում են 50+, 40+ տարիքի մարդիկ մինչև 80 տարեկան, որտեվ սոցիալական ձեռնարկատիրությունը ասում է, որ դու պիտի կարողանաս ստեղծել քո գործունեությունը, կապ չունի դու որ տարիքում ես, եթե դու որոշել ես, հա, այսպես ասած, մի գործունեություն ծավալել, օրինակ, թեկուզ քո խնդիրը կրող մարդկանց օգնելու համար։ Հիմա տարեցները ինչ կարող են անել, տարեցներն են կյանքի դժվար իրավիճակում գտնող խմբի անդամներ։ Եթե իրենք չեն կարողանում որոշակի գործունեություն ծավալել, կարող է մի երիտասարդ կամ նրանց աղջիկը կամ ինչ որ հա մի կառույց հիմնի ձեռնարկություն եւ իրենց առաջնային սոցիալական առողջապահական, կրթական եւ այլ խնդիրները քարտեզագրելով համապատասխան գործունեություն ծավալի։ Օրինակ, տարեցների մեր ասոցիացիան, որը մեր դպրոցում է սովորել 7 տարի առաջ, երբ որ իրենք սովորում էին ամուսիններով, ու տարբեր սերնդներից են մեր, իրենց նպատակն էր, որ հա, շատ լավ, մենք առողջապահական առողջական առումով իրենց կօգնենք, բայց իրենք կգան խնամք կստանան, բայց սա пассив խնամք է, համարյա թե նմանա ծերանոցի ինչ տարբերություն։ Ու հենց այդ պահին շատ կարևոր մենք խորհուրդ տվեցինք իրենց, որ պետքա որոշակի արտադրություն, արտադրական process լինի։ Իրենք դիմեցին տարբեր դրամաշնորհի միջալոց այս ոլորտում, ես չեմ խրախուսում, որ դրամաշնորհով ձեռնարկություններ հիմնվեն, բայց եթե տարեցների մասով ենք ասում, այո, այդ ֆոնդերը կան, հա, սկսելու։ Ես հիմա կպատմեմ 0-ից սկսելու մի քանի օրինակներ, հա։ Հա, ու իրենք Creative Lab-ը ստեղծեցին, Creative Lab անունն են դրել, որտեղ տարեցները եւ գնում են շփվում են եւ ովքեր ձեռքի շնորհք ունեն կամ ինչ որ արտադրական process-ում կարող են գործողություններ կատարել, իրենց զբաղվածությունը ապահովում է եւ իրենք ստանում են համապատասխան վճար, որը որ նաեւ կարող է իրենք են տնօրինում։ Ինչ կարող են անել տարեցները։ Ոլորտները, հուշեք։ Հա, ոլորտները հիմա կարող են ձեռքի ինչ որ աշխատանքներ իրականացնել, չէ՞, օրինակ կարող են իրենք գյուղատնտեսական գործունեություն շատ հետաքրքիր ծավալել, որտեղ իրենք սովոր են, եթե հատկապես մարզերում են, այդպես կարող են իրենք հետաքրքիր ուրեմն co-working space-եր բացել, հա, ինչու՞ չէ, տարեց լինելով, որ իրենք թվային գիտելիքներ չգիտեն, իրենք բացում են co-working, որտեղ համ սովորում են, համ այդպես։ Իրենք կարող են հանդիպումներ, վարպետաց դասեր կազմակերպել հենց իրենց տարիքային խմբերի համար։ Հյուրատներ են շատ հետաքրքիր բացում մեր դպրոցի շրջանավարտները։ Օրինակ մեղվապահության ու մեղվամթերքի, հա, ապրանքների ստեղծման շատ հետաքրքիր է դա։ Իրենք Կարուձևի դրամասեր ունեն, որ Կարուձև են սովորել։ Իրենք նախկինում եղել են լավ հոգեբան, եղել են լավ մակավար, հիմա արտադրական process են ստեղծել անկողնային պարագաների, հագուստի, շատ հետաքրքիր է, որ իրենք որոշում են, ասենք, սպասարկման ոլորտում աշխատել։ Իհարկե շատ կարծատիպեր կան, որ կոտրում ենք հոգեբաններ են իրենց աշխատում։ Մեր կրթության ամենամեծ կարևորությունը, որ մեր թիմում կան հոգեբաններ, որոնք աշխատում են մարդկանց, որպեսզի հաղթահարեն
ղեկավարեն, այսինքն ինքը նախկինում եղել է, ասենք, չգիտեմ, նախարարի տեղակալ, օրինակ եմ ասում, չգիտեմ, տնօրեն, իրեն դիրքավորել են ընկեր Մարտիրոսյան, հա, հիմա ընկեր Մարտիրոսյան ինչ որ տարիքում հասկանալով, որ ինքը այդ գործունեությունը ծավալում է, հիմա պիտի վաճառքի փուլ գնա։ Նախ իրենք պիտի չվաճառեն, շատ անգամ իրանք մտածում են, եթե ձեռնարկատիրական process-ում եմ, թեկուզ սոցիալական, թե ավանդական ձեռնարկություն եմ հիմա, բա հիմա ոնց ես պիտի վաճառեմ, ես չեմ կարող ոչինչ վաճառեմ, ես ամեն ինչ անվճար եմ արել, էլի։ Չէ, մենք սիրում ենք, մենք բոլորս հատկապես շատ լավ հատկություն է հայ ազգի մոտ, բայց երբ որ մենք ստեղծում ենք ապրանք կամ ծառայություն, հա, մենք դրա համար ծախսեր ունենք, չէ, ընթացիկ, այսպես ասած, որոնք պետքա փակել ու ինչքան կարելի է քեզանից դնել, իրենց հետ աշխատում են, որ իրենք կամ ունենան այդ հմտությունը նախնական փուլում, որտեղ ռեսուրսներ չունեն վաճառքի մասնագետ կամ թիմ ունենալու համար մեծ, կամ ինչ անեն, կամ բացատրում ենք, կցում ենք մասնագետներ, որ ենք հասկանան, որ այդ մասնագետները պետք են, վաճառքները երբ որ մեծանում են, արդեն իրենք հստակ քայլեր են կատարում։ Այսինքն, տեսեք, այստեղ խնդիր կա, առաջինը, որ իրանք դասավորեն գաղափարներն ու մտքերը եւ ունակությունները, որ ինչ ա եղել, հա 40 տարեկան եմ, վայ 50 տարեկան եմ, 60 տարեկան, ես նոր կյանք եմ սկսում, եւ պետք է բարձրացեք, որովհետեւ 70 եւ 70 պլյուս էլ ունենք, 76 տարեկան էլ ունենք, 93 տարեկան տատիկ էլ ունենք, որին մենք մշակաբույսեր ենք սովորել։ Այսինքն, այստեղ խնդիրը ոչ թե տարիքն է, այլ ընդհանուր համակարգը ԽՍՀՄ-ից եկած, որ թոշակի անցնելուց հետո տենց բան կար։ Հիմա չկա մեր օրենքով, ինչը շատ գովելի է, որ մարդը թոշակի անցնում վերջ պարապուրդի է ենթարկվում։ Հիմա մենք պետք է հասկանանք, որ միջազգային աշխարհը զարգացել է այսօր, հա, կարելի է շատ հետաքրքիր, ասենք, տարեցին կարելի է սովորեցնել դիզայն, մարդը տանը նստած դիզայն անի։ Կամ մի հետաքրքիր բան կա, միտք կա, որ դեռ չի եղել, ես ուղղակի այսպես ասեմ, որ Հայաստանում թող զարգացնեն, միջազգային մի հետաքրքիր փորձ կա, որ տարեցները գրանցվում են մի հարթակում, որ ես մանկավարժ եմ, ես անգլերեն գիտեմ, ռուսերեն գիտեմ, ու երիտասարդներն են գրանցվում, այսինքն նեթիները 14-ից մինչև 30 տարեկան երիտասարդներ, այսինքն 60-ից 90, այս նախկին երիտասարդները ԽՍՀՄ-ի ու այսօրվա ինչա տեղի ունենում, այսինքն ես միանում եմ Վարդի թեր տատիկին on-line գումար եմ տալիս, ինքը ինձ սովորեցնում է իսպաներեն, ինքը Իսպանիայում է նստած, մենք ընկերանում ենք, իսպաներեն ենք սովորում, ինքը իրեն լավ է զգում, որ աշխատանք է գտել, ես լավ եմ զգում, որ իսպաներեն եմ սովորում, հետո կարող եմ ես այդ տատիկի տուն այցելել, մնալ, Իսպանիան տեսնել ու փոքր գումար տալ տատիկին։ Այսինքն տարեցը, որը տանն է, մտածում ես ոչինչ չի կարող անել, բայց մի on-line հարթակի միջոցով դու աշխարհի տատիկները փորձառու, հա, կամ հակառակը մեր տատիկները, այո։ Հիմա օրինակ on-line հայերեն սովորացնելու հարթակներ կան։ Ինչքան մանկավարժներ ունենք, չէ, հայերենի մասն։ Ես հայերեն եմ ասում, ուրիշ Եվ Սփյուռքում ինչ ինչքան երեխաներ կան գրանցվում են, կա այդպիսի հարթակներ։ Կարա մի տարեց շատ կիրթ կին, որը կա հիմա Հայաստանում, Թումանյան on-line-ը, Տիկին Այդան իր այդա եթե չեմ սխալվում, իր կրթական համակարգը ներդրել է եւ շատ մարդիկ, որոնք ամուսնացած են հայերի հետ, այլազգի ուզում են հայերեն սովորել եւ այլն, այդ հարթակի միջոցով on-line նստած տարբեր մանկավարժներ գրանցված են մեր գյուղերից, դասավանդում են եւ ավելի շատ գումար են ստանում, քան որ դպրոցում աշխատելով։ Հիմա տեսեք ինչ խնդիր կա, նայ մի այսպիսի կարծրատիպ կա, որ ես մանկավարժ եմ, դպրոցում աշխատում եմ, հավելյալ եթե ես կրկնուսույց եմ կամ չգիտեմ, այլ հարթակներում աշխատում եմ, մի ձև շատ վատ են դիտարկում, բայց մենք այստեղ ոչ թե պետքա բողոքենք սոցիալական ձեռնարկատիրության կարող, ոչ թե պետքա բողոքենք ինչու կառավարությունը կամ պետական որևէ ինստիտուտ չի աջակցում իրենց, այլ մենք ստեղծում ենք օրինակներ ենք ստեղծում ու ցույց ենք տալիս մարդկանց, որ հարգելն էս պետք չի սпасել, որտեվ կառավարման համակարգը պետական, ես միշտ ասում եմ, թող չնեղանա, ես ինքս էլ եղել եմ այդ համակարգում հասկանում, ինքը շատ դանդաղ է գնում եւ այնքան խնդիրներ կա, հա, բյուրոկրատիան այնքան շատ է, մենք հիմա սպասենք երբ է փոփոխություն լինելու, ինչ որ բան տրանսֆորմացվելու, դա սխալ է։ Եթե մենք օրինակներով այդ տարեցներին, ոնց որ մենք անում ենք, ցույց ենք տալիս ու իրանք հասկանում են, որ վայ ինչ լավ է, որ ես տարեց եմ, վայ ինչ լավ է, որ ես այսպիսի ինտուիցիա, վայ
Իրա մեկը պետք էր ուղղորդեր։ Գոհար ժողովրդագրական ռազմավարությունը ձեր այս ասած ամեն ինչն արդեն ամրագրել է։ Անգամ իներտ պետական համակարգը ռազմավարական փաստաթուղթ ունենք, որին եթե հետևից գնանք, ընդհանրապես պետք են վառ անհատներ, որոնք միավորեն են ստարեց մարդկանց։ Բայց ինչպես բացահայտենք այդ վառ անհատներին։ Հետո գիտեք ինչ խնդիր կա, ասենք հիմա ես խոսում եմ դպրոցի որպես հիմնադիր։ Մեր մոտ վճարովի է, չէ՞ որ մենք էլ ենք սոցիալական ձեռնարկություն, բայց դա տարեցին անհասանելի է։ Այստեղ խնդիր կա, տեսեք, իմ եթերներից հետո զանգահարում են տարեցները, որ ձեր եթերից հետո մի տարեցի տուն եմ գնալու, խնդրում եմ եկեք մեր տուն, ինձ ասեք ես ինչով կարող եմ զբաղվել։ Հա, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես իմ ժամանակը, ռեսուրսը բնականաբար իմ ծնողներն են, ավագ սերունդի ներկայացուցիչները, ես պիտի կարողանամ իրենց խորհուրդ տալ։ Ես կարող եմ գնալ 1 ժամ, 2 ժամ, 3 ժամ, 4 ժամ կամ ինչ որ մի հարթակում իրենց հնարավորություն տալ, մի դասի մասնակցել, հա, բայց դա չի լուծելու խնդիրը, պետք է ինչ որ համակարգային մոտեցում։ Ես չեմ ասում մեզ վճարեն, որպեսզի մենք իրենց կրթենք։ Նաև դա տարբերակ է։ Կարելի է նոր ինչ որ հետաքրքիր բան մտածել, որ ոչ պետության բյուջեին շատ մեծ հարված դա ասենք, ոչ էլ տարեցին։ Իրականում կարող է մենք այնպիսի հետաքրքիր մեթոդաբանություն մշակենք, որի շնորհիվ տարեցը կարողանա իրեն գտնի։ Վերջերս ես գիտեմ, որ այսպիսի մի բան կա, որ եթե դու ձեռնարկություն ունես արտադրական process, դու ներգրավում ես աշխատանքի մարդուն սովորեցնում ես, եկած մտահարկից քեզ ետ են վերադարձում, այսինքն որոշակի զիջումներ խրախուսել։ Իհարկե կա, բայց որ տարեցները ունակ մարդիկ են դրա, իրենք փորձառու մարդիկ են։ Իրենք գիտեք, այնքան փորձ ունեն մարդկանց հետ շփվելու, այնքան ինստանցիաներով են անցել ու այդ ռեսուրսը թեկուզ, հա, իրենց մեջ կան կառավարիչներ, իրենց մեջ կան լավ ենթականներ, իրենց մեջ կան լավ մասնագետներ։ Այսինքն ես կարծում եմ, որ ճիշտ քարտեզագրման դեպքում ռեսուրսների ու պիլոտաժային որոշակի ծրագրեր իրականացնելու դեպքում մենք ինքներս հետո կարող ենք մի հատ էլ եթեր անել, թե արդյոք մենք ճիշտ էինք քննարկում ծավալում, թե չէ, որտեղ քննարկելը ամենահեշտն է, խոսելը ամենահեշտն է, բայց դա ապահովելը շատ դժվար է, ինչու, որովհետև առաջինը մենք պետք է իրենց հետ աշխատենք հատուկ մեթոդներով, երկրորդ մենք պետք է կարողանանք իրենց մեջից դուրս բերել են պոտենցիալը, որ իրենք օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներից ելնելով մահացրել են, այսպես փակել են, որ ես էլ չեմ կարա աշխատեմ ու իրենք եթե դուք 10 օր տանից դուրս չգաք, դուք չեք կարողանում ակտիվ լինել, ոնց ասեմ, իրենց пассивացրել են, ոչ թե հատուկ նպատակադրված, այդպես է ստացվել, իրենք են որոշել, համակարգն է որոշել ինչ որ իրադարձություններ, որոնց կարծատիպերը, հա, կամ երեխաներն են որոշել, որ այդ էր պակաս իմ մայրիկը, ես հայտնի, այս ինչն եմ, իմ մայրիկը գնա, չգիտեմ, Պողոսի խանութում աշխատի, չէ, այդ փողը ես իրան կտամ մայրիկից, բայց մի գնա, նաև այսպիսի բաներ կա, եկեք ճիշտ ասենք, կամ ինքը էլի եմ ասում, շատ գումար ունեցող մարդ է, բայց որոշում է գնա ինչ որ մեկի մոտ բույս մշակի, որտեվ ինքը հողատարածք չունի ու ասեն ոնց թե այս մարդը գա ջերմոցում, հա, բայց ինքը ուզում է ուղղակի գնա կամավորությամբ, կարող է կամավորության ինստիտուտ դնենք, որ իրենք շաբաթը մեկ իրենց հավեսի համար գնան մալինա հավաքեն ինչ որ մեկի արտերում ու համ այդ մալինաների հա օգուտ կլինի այդ մարդուն, համ իրեն, որ ինքը լավ կզգա, որովհետև ինքը ուղղակի ամիսը մեկ ուզում է որոշակի գյուղատնտեսական գործունեություն ծավալի։ Իրականում շատ հետաքրքիր process-ներ, նույն երիտասարդները, ովքեր մեզ լսում են, կարող են իրենք պրոակտիվ գտնվել ու տարեցների ներգրավել, իրենք այնքան լավ կզգան։ Գիտեք, օրինակ նույնը ես երաժշտական ոլորտում ասեմ կամ դասախոսների, օրինակ շատ օրկեստրներում, նվագախմբերում կտեսնեք, որ տարեց հասակի մարդիկ կան, չէ՞։ Այստեղ էլ մի խնդիր եմ նկատել, ինչի, որովհետև կան գործիքներ, որ օրինակ երիտասարդները չեն ընտրում։ Չգիտես խի, որովհետև այդ կարող է ծիծաղեն շատ անգամ շատ երեխաներ, որ դու թավջութակ ես նվագում, ինչ շատ, չգիտեմ, էլի դասական կամ ուզում եմ ասեմ, այդ նույն բաների պատճառով մենք շատ մասնագիտացումներ ունենք, որ թափուր են։ Այսօր բուժ չեն ընդունվում շատ մարդիկ, որտեղ մենք այլ կերպ ենք վերաբերվում դրանց, շատ անգամ ինչ անել, կարծում եմ պետք է այդ լուսաբանել այդ մասնագիտությունների մասին, հետաքրքիր օրինակներ, հա, հաղորդումներ, նույն տարեցը պիտի պատմի երիտասարդ ժամանակ ինչի ընտրել, հիմա դա ինչ առավելություններ ունի, չէ, որովհետև ասենք, չգիտեմ, ունեք երգի հոնահարներ Հայաստանում շատ քիչ են, հա, հասկանում եմ, բացառիկ գործիք է եւ այլն, բայց շատ քիչ երիտասարդներ ունենք։
մենք տարեցների մասն ենք խոսում, բայց տարեց են դարձել նաև շատ մասնագիտություններ, ոնց ասեմ, ճիշտ մասնագիտական բառով։ Իրանք ծերացել են նույնիսկ շատ մասնագիտություն, որոնք մեզ պետք են, կենսականորեն շատ կարևոր մասնագիտություններ են մեր համար։ Այն ինչ մասին խոսեցինք, առնվազն 5 տարի հետո արդեն իրականություն է լինելու եւ պետությունը երկիրը ես այդ տեսնում եմ, որ արդեն այդ ուղղությամբ է գնում, որ 60 եւ ավելի տարեկան մարդկանց կենսաթոշակառուների ռեսուրսը պետք է օգտագործել, ոչ թե շարունակ միջին տարիքի մարդկանց կենսաթոշակ ապահովել, որտեղ չենք հասնի դրա հետևից, որտեղ գնալով ծերացող հասարակությունը ավելի շատ տարիքով մարդիկ ունենք։ Իրականում այստեղ ես ձեր հետ համաձայն եմ, բայց մի կարևոր բան ասենք, որ կարող է հենց նույն կառավարությունը շատ հետաքրքիր ծրագրեր մշակի, բայց մենք պիտի նաև տարեցների շրջանում ակտիվացում սկսենք, բայց մտածելակերպը ոչ մասսայական, այդ շատ կարևոր է, տեսեք, կարող է կառավարությունը շատ ծրագրեր հիմա էլ ունի, բայց չի կյանքի կոչվում, որովհետև այդ խումբը պատրաստ չի կամ ճիշտ մոտեցմամբ իրեն էլ պետքա բերել դրան։ Օրինակ շատ կառավարման ծրագրեր կան, սուբսիդավորում է տալիս գյուղատնտեսության եւ այլն, բայց իրենք իրազեկ չեն ու չեն դիմում կամ դիմելու դեպքում իրենք ֆինանսական հաշվարկներ չգիտեն ու չեն կարողam կառավարել իրենց բյուջեն, ընտանեկան թե ընդհանրապես process-ների ու այդ վարկերը չեն կարողանում փակել, սկսում են փնովել։ Այսինքն այստեղ երկկողմանի, կարելի ասել նույնիսկ եռակողմանի աշխատանքներ են պետք։ Կամ կառույց, որը կարող է զբաղվել իրենց հետ, ունի փորձ, իրենց փորձով ինչ որ քայլեր անենք, որ ավելի մեծ կարճ ժամանակում հաջողության հասնենք, կամ պետքա ինչ որ հետազոտություն անել, հասկանալ թե ինչի են ունակ մեր տարեցները, կամ այսօրվանից ինչ որ ռիեստր ստեղծենք, հարթակ ստեղծենք, որ մարդը աշխատանքից դուրս է գալիս, գրանցի իր ունակությունները եւ մեկ ուրիշը ընտրի այդ ունակությունները, մարդը եթե կարիքն ունի մարդուն, որ մենք բաց չթողնենք, որտեղ մարդը երբ որ նույնիսկ գնում է դեկրետ, հայերեն խնամքի արձակուրդ 3 տարի հետո ինքը այսօր մենք խնդիր ունենք 38% երեխա ունեցող կանայք, 1 կամ 2, 3 երեխա ունեցող կանայք արդեն աշխատաշուկա վերաինտեգրման խնդիր ունեն, որովհետև կամ հետ են մնացել, կամ սովորել են տան պայմաններին եւ այլն։ Այս մասով էլ մեր պետությունը շատ հետաքրքիր քայլեր է կատարել, բայց ուզում եմ ասեմ շատ բազում հարցեր կան, բայց տարեցների մասով մենք կարծում եմ մի քիչ բաց թողումը շատ ավելի մեծ է, որովհետև մենք էլի եմ ասում մտածում ենք, որ չեն կարող շատ անգամներ այս հարցազրույցներից հետո ինձ բակում տեսնում են, ասում են, բայց տարեցները ինչ կարող են անել։ Ասում են, ոնց ինչ կարող են անել։ Գիտեք ինչ, եթե ինքը օրինակ բաժնի պետ էր, պետք չի ինքը պետական սեկտորում մնա, որտեվ ասենք թղթաբանության հետ կապված կարող աչքերի կուրացման խնդիր կատարախտի եւ այլն, հա, չի կարելի աչքերը ծանրաբեռնել, բայց ինքը կարող է փաստաթղթեր գեղեցիկ ձևով դասավորել, արխիվում աշխատել։ Օրինակ եմ ասում, հա, այսինքն իրեն կարելի է նույն համակարգում կամ թողնել ու ամենակարևորը, որի մասին միշտ ուզում եմ հնչեցնել ու շատ անգամներ եմ հնչել, պրոֆի ինստիտուտ է, այդ որ ասում եմ, պրոֆի ինստիտուտ է պես ստեղծել։ Դա կարևոր է, նրանք կարող են խորհրդական դառնալ հասարակության որոշակի հարցերի հետ կապված։ Մի բան ասենք, օրինակ 50 տարի մարդը տրանսպորտի ոլորտում աշխատել է, իրանից խորհուրդներ են հարցրել, երիտասարդ տնօրեն է գալիս, երիտասարդ տնօրենը կանչում է բոլորին ու ամենաշատ աշխատած մարդուն սկսում է հարցեր տանջել, որտեվ ինքը ամբողջի մասին տեղյակ է։ Մենք այդ մարդուն ազատում ենք տարիքից ելնելով, բայց մենք կարող ենք իրեն ժամավճարով խորհրդատու պահել, որտեվ ազատելով մենք իրեն տուն ենք ուղարկում, գիտելիքներ, փորձնել, ինֆորմացիան էլ հետը ուղարկում ենք։ Համաձայն եմ, կարող է գտնում ենք, որ պետք է համակարգը նորացնենք, համաձայն եմ, որ գտնում ենք, որ հին կադրերը կարող է ինչ-որ ներքին մշակույթ ունեն, որը խանգարում է այդ համակարգերի զարգացմանը, շատ օգտագործել է պետք այդ փորձը գիտելիքները։ Այնպես, որ ոչ համակարգին վնասենք, ոչ այն մարդուն, որը կարող է դեռ թեկուզ 1-2 տարի նույն պետությանը կամ նույն ոլորտին ինչ-որ հետաքրքիր ուրեմն աջակցություն ցույց տալ։ Մի բանի մասին եմ ուզում ասեմ, մենք նաև մի հարց ունենք, որ մեր շատ տարեց վարպետներ այլ երկրներ են գնում, գիտեք, աշխատանքներ կատարում։ Օրինակ, մենք շատ անգամ չենք գտնում լավ փայտագործ, մենք շատ անգամ չենք գտնում դուր սարքող կամ աթոռներ չգիտեմ, տարբեր մասնագետներ չենք գտնում, ու երբ որ մենք հասկանում ենք, իրենք կամ Ռուսաստանում են կամ Եվրոպայում ինչ որ հայտնի մարդկանց
բնակարանների համար արտադրություններ են ծավալում կամ իրենք որպես վարպետ, չգիտեմ, շինարար այնտեղ են աշխատում, կարծես թե ինչու, որովհետև իրենք մշտական եկամուտ ունեն ու հասկանում են, որ այստեղ ժամանակավոր փոքր գումարների իրենց ընտանիքի հոգսը չեն կարող հոգալ։ Շատ խնդիրներ կա, մենք այս ամբողջը կարող ենք լուծել, թե չէ, միանգամից չէ, բայց եվրոպական հասարակությունների փորձը, նույն ինչու՞ չէ Կովկասի մեր շուրջը գտնվող տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ սոցիալական ձեռնարկությունը շատ հետաքրքիր պրոցեսներ կարող է այս մասով կազմակերպել եւ խնդիրների որոշակի տոկոսին լուծումներ տալ, չկախվելով, չհենվելով, ինչ բառ ասեմ ճիշտ, որ պետության բյուջեից մենք այնպես ենք անում, որ մարդը կախյալ չլինի, անկախ դառնա եւ ամենակարևորը ինչ ենք ասում, որ այդ մարդը ինքը հասկանում է, որ ինքը ունակ է եւ ինքը իր գործունեությամբ, որ պետությանն էլ հետո տեսնում է ինչքան օգուտ է տալիս իր անկախ կենսունակ լինելով, ինքը արդեն զգում է իրեն ամենակարող, չեմ ասում ճակերտավոր, ամենակարող, որ ես կարող եմ շարունակել, այո, ես գնահատված եմ թեկուզ 5-6 մարդու եւ ինքը օրինակ է ծառայում, գիտեք, դեք ինչքան մարդիկ ակտիվացան, շատ պրոցեսներ, շատ օրինակներ կարող եմ ասել, ուղղակի եթերի ժամանակը չի։ Մենք հրավիրենք ամենավառ օրինակներին, ես խոստանում եմ, որ անպայման կհրավիրենք եւ օրինակով ցույց կտանք։ Շնորհակալություն Գոհար, շատ հետաքրքիր զրույց էր եւ այն լուծումներն որ առաջարկվեցին, որ հնչեցին, ես վստահ եմ, որ 5 տարի հետո, 3 տարի հետո մենք որպես կատարված փաստ արձանագրելու ենք։ Բայց ես կարծում եմ դա վաղն է լինելու, գիտեք, չգիտեմ ինչի մենք, ես լավատես եմ, իրականում նորից եմ ասում, անկախ նրանից դա կլինի սոցիալական ձեռնարկատիրության միջոցով, թե ավանդական, թե կլինի, չգիտեմ, կառավարությանը կից ինչ որ կառույց, որը կներգրավի տարեցներին ու շատ հետաքրքիր մի օրինակով ցույց կտա, որ ամեն ինչ դեռ չի ավարտված եւ կարելի է, ուղղակի կխնդրեմ, որ մեզ ովքեր լսում են, փորձեն ինչ որ քայլեր կատարեն, անկախ նրանից կդիմեն մեզ թե չէ, բայց մենք պատրաստ ենք, ասել ենք եւ պետական ցանկացած կառույցի անվճար մեր փորձը, խորհրդատվությունը փոխանցել, ինչու որտեվ դրանով եւ կնպաստենք այս հարցերի լուծմանը, համակարգային մեխանիզմներ դնելով եւ այս հարցերի լուծմանը եւ ինչու՞ չէ կթեթևացնենք պետության բեռը։ Հրաշալի է, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի armradio.am կայքում, ինչպես նաև YouTube-ում դիտեք հաղորդումը։ Բաժանորդագրվեք Երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գրեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում։ Ձեզ ուզող հարցերին մենք անդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։